Ողջույն բոլորին, Ժորժան, մենք արդեն քույրիկենցս տանն ենք, այսօր դեկտեմբերի 31-ն է, խառը տոնական տրամադրություն է այստեղ, բայց միշտ կանցնենք տոնական պատրաստություններին, այստեղ ուզում ենք փորձարկում անենք, թրենդային պաղպաղակներ ա գնել քույրիկս, բայց բոլորին նույն համն ա գնել, լիչիի համով պաղպաղակներ ա գնել, հիմա փորձարկումը նկարենք ու այնուհետև գնանք պատրաստվենք ամանորին։ Լավն է։ Հələ Էլեն դու փորձի հələ։ Չես կարում կծես, բայց համը դուրդ եկավ։ Ժորժան հիմա անցել ենք գործի, հիմա արագ փաթաթում ենք տոլման, որովհետև պետք է տնից դուրս գանք։ Մի հատ շուշուտ փաթաթեմ ու դուրս գանք։ Այստեղ արդեն կաղամբով տոլման ենք եփում, խաղողի տերևով տոլման արդեն եփվել է, համտեսել ենք շատ համով է, այստեղ էլ կաղամբով տոլման ենք պատրաստում։ Ինչ կաղամբով տոլման կպատրաստվի, այստեղ պատրաստում եմ ցեզար աղցան, մայրաքաղաքային արդեն պատրաստել եմ, բոլորս գիտենք, կտրատել եմ մարոլը, լոլիկը, փոքրիկ լոլիկներ էին սրանք, այսպես փոքրիկ կտրատել եմ, այստեղ իր սոուսն եմ պատրաստում, ցեզարի հավի կրծքամսերը պատրաստի արդեն գնել ենք և այստեղ էլ ունենք մեր քյաբաբը հավի, ֆարշնա քյաբաբի, հավի միս, խոզի միս, այս ամենը նորից կհամում ենք, երեկոյան խորովածել ենք անելու ամանորյա սեղանին։ Այդպես սիրելիներս, հիմա արագ այս աղցանն էլ պատրաստեմ, ուրեմն սոուսի մեջ արել եմ կիտրոնի հյութ, սև պղպեղ, մայոնեզ, սխտոր, հիմա պետք է ճզմեմ մեջը և մի փոքր էլ բալզամիկ սոուս եմ ավելացնում։ Սա իմ ձևով պատրաստած ցեզար աղցանի սոուսն է ու շատ համեղ է ստացվում։ Այդպես սիրելիներս, հիմա արագ անեմ, հետո նորից կմիանամ ձեզ։ Այստեղ էլ լվացել ենք բոլոր մրգերը, հիմա կամաց ամանորյա սեղանն ենք պատրաստում։ Դավ ինչ ես անում։ Բացում ես, որ պիտի կմքսնենք։
Արա շատ ուժեղն ես է։ Անտի։ Լուքսի կողմ օգտագործել եմ, ու փայլում եմ արկտի սուրան։ Աղջիկներով պատրաստվում ենք ծմեր պապին պիտի գա։ Հա, այդրանց չէ, չեմ ուզում։ Ես կուզեի։ Դու կուզեի։ Ես չեմ հասկանում այդ ինչա։ Ասա որ սպասես դեպք։ Կոյտա։ Մաշկերը կարմարա։ Իմ տուշը տա։ Անին էլ լավ է։ Տուշ ես ուզում կսես։ Հələ դրա ոնց է սկսված մերենին։ Կուզես քեզ սրանից անեմ։ Սկուշ քիչ արա, հա, կանչիկ ջան։ Լավ, հերիք այդ է։ Այն կոմա։ Իսկ գրիցա չունես աշկերի։ Արել եմ արդեն։ Հա։ Ասոնի ես ստեյնը չունեմ։ Վաու։ Ինձ էլ պետք է անեմ։ Հեսա գալիս է ծմեր պապին պատրաստվում։ Չէ, դե չի։ Հա, դե քիչ արա, դու էլ քիչ արա։ Որովհետև ես ակոնց եմ դնում։ Դե քիչ արա։ Ծմեր պապին բերել է, ասեն սիրուն նվերները դրել է դրան դեմը։ Հիմա գնանք ներս, որ երեխեքը կան ծմեր պապի նվերները տանեն։ Այս էլ ներսի կողմից էսպես։ Պապի, ծմեր պապի։ Բայց լույսը խի անջատած։ Ուրա։ Ես հելում ուզում։ Արա լոքեցի գնացի։ Լույսը վառեք զանգը։ Լույսը ոնց են անջատում։ Խի։ Թե վարդով։ Վառ եմ որ աչքը գիտե իրան որնա։ Ես կգամ։ Պապին ինչ։ Էսիք է։ Էսիք մեծ նվերա։ Հələ դրեք այսպես վրեն։ Այ քեզ բան։ Չգիտեմ։ Եկեք հիմա կարդանք տենանք որին է ինչա։ Որը Դավիթինն է իրան ցույց տա։ Հա, Մեծը Դավիթին։ չէ, Դավիթին։ Դեկորացիոնն է։ Այդ դրա մեջ նվեր չկա, այդի տուփ հա տենց։ Արի հիմա Դավիթի նվերներ, եկեք կարդանք։ Սա Էլենայինն է, գրած ա վրեն։
ժամանակն է տղաները իրենց նվերները բացեն, առաջինը Հայկոն է բացում, բացի այս նվերից Հայկոն ունի անակնկալ մեծ նվեր, հիմա բոլորս բացենք մեր նվերները, այնուհետև կգնանք անակնկալ նվերի հետևից։ Տղաներից հետո հիմա ես եմ բացում իմ նվերները, տեսնենք ինչ նվերներ է այնտեղ։ Սրանք էլ քույրիկիս նվերներն են։ Հիմա եկել է ժամանակը բացելու այս մեծ տուփը, այս տուփի մեջ է գտնվում Հայկոյի անակնկալ նվերը, ուրեմն նվերների ցանկությունները ասելու ժամանակ Հայկոն շատ էր ցանկացել այս նվերի մասին, բայց մենք իրան ասել էինք, որ այս նվերը կգնենք իր ծննդյան օրը, բայց իհարկե դա խաբել էինք, որովհետև ուզում էինք, որ անակնկալ լիներ նոր տարուն եւ գնել էինք այս օրվա համար։ Իր ցանկությունն էր PlayStation 5 ստանալ, որովհետև ինքը ուներ PlayStation 4, 10 տարի է արդեն ունի, ու PlayStation 4-ը արդեն հին էր ու լավ չէր աշխատում, ու ինքը շատ էր ուզում PlayStation 5 ունենար, եւ իր ցանկությունը իրականացավ, շատ ուրախ էր այդ առիթով։ Նվերները հանձնելուց հետո հիմա անցնում ենք գործի, արագ ամանորյա սեղանն ենք պատրաստում, որտեղ մեզ մոտ արդեն ժամը 9 է դառնում, շուտով Հայաստանի ժամով ամանորն է, պետք է արագ սեղանը պատրաստենք, որպեսզի Հայաստանի ժամով ամանորը նշենք։ Աղոթենք հայոց բանակի սպաների և զինվորների, նեղությունների ու կարիքի մեջ գտնվողների, գերեվարված ու անայտ կորած և բանտերում արգելափակված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։ Շարասպուր մեր ժողովրդին, այսօր և միշտ և հավիտյան, շնորհավոր նոր տարի։ Երեք
Նա վերջի վարկյաններն է։ Թամադա խոսա։ Նայ 10 վարկյանում է։ Հրապարակում մի էսքան բան կա։ Հա, հա։ Քայանչիկ։ Էսքան մախտում Այս էսքանի շատ։ Չէ, շատ են, լավ, ահագին մարդ կան դե։ Շնորհավոր ամանոր։ Շնորհավոր Հայաստանի ամանորը։ Էլը նա կանչի վարյանչի, հայկա։ Անչավեսա։ Իսկական նոր տարի է։ Ու մարդիկ էլ բոլորը դուրս են եկել, չեն մնացել տները։ Այդ զոնը դզել։ Բեր կանչիկ ջան։ Ող ձերս վարեց։ Ուրախ տարի։ Մենք քերցեի Դավիթ քերցեը։ Ինչի համար, որովհետև Հայաստանում։ Բան ուրա վառելիքը։ Մեր վառել։ Չես մրսում։ Ահա, Հայաստանի սալյուտն է։ Իսկ հիմա կգնանք ներս, լավ ժամանակ կանցկացնենք, մինչև կգա Գերմանիայի ժամանակով ամանորը։ Վիա։ Այսյան։ Եկեք պաչեմ շնորհավ։ Ինչքան ես բերել։ Դավիթ հրտենամ էդ ինչա դա, վելը նայեմ, վաու, արի Դավիթի մեկ արիտ է, դլա ինչ էր անում, իմ ձերը զբաղված ա, տվեք ընդեղ, Այստեղ արդեն բավականին ուշ է, երեխաները գնացել են քնելու, իսկ մենք մեծերով նստեցինք, զրուցեցինք, վերլուծեցինք մեր նախորդ տարվա լավ ու վատ օրեր, այնուհետև պլաններ կազմեցինք նոր տարվա հետ կապված։ Այստեղ արդեն հաջորդ օրը առավոտ շուտ է, ձմեռ պապին նորից նվերներ ունի տոնածառի տակ, հիմա երեխաները կգան նվերները կվերցնեն, այնուհետև կնստենք սեղանի շուրջ, եւս մեկ անգամ կշնորհավորենք ամանորը եւ կընկնենք ճանապարհ դեպի մեր տուն։
Այսօր նվերներ այգի սաղից համար։ Էլի ձմեր պապին նվեր ա բերել տոնածառի տակ։ Հենց այսօր արամոտը, որ մեկ չենք կեսել։ Ինքը կարկուն, Ինա էսա, այդիա հենց, Հայկոյինը են մի քառակուսին հա, Հայկով եկալը բացտես ինչ ամեջ Էսի հայկոյնա։ Ահա, էլ են քոնը, այն մեկնա։ Այսօր էլ այսքանը սիրելիներս մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։